Բարև ձեզ Factor TV-ի հյուրը Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խորշոդյանն է, ողջույն, պարոն Խորշոդյան։ Նոր զարգացումներ են ստանում Բարձրաստիճան հոգեբականի եւ աշխարհիկ իշխանության միջև իրադարձություններ կամ հակասություններ, վարչապետը ազգային ժողովի ամբիոնից Գարեգին II կաթողիկոսին անվանում էր կարգալույծ արված, պահանջեց հեռացում, բայց ասում է ժողովուրդը ինձ է ընտրել, վարչապետը, հետեւաբար նա կարգալույծ է արվել դեռ 21-ին եւ վարչապետը հովնանաբանքում է լինելու պատարագի մասնակցելու այն դեպքում երբ որ տվյալ հոգեվորականին Տեր Արամին եւս կարգալույծ են հռչակել, ո՞րն է ձեր գնահատականը կատարվողի։ Կոնտեքստը ամբողջականացնելու համար ասենք որ ինքը ոչ թե պարզապես ասես որ քանի որ ինձ է ընտրել ուրեմն Գարեգին բան արդեն կտրիչ է ասում կարգալույց, այլ ասեց որ քանի որ միջև 21 թվականի ընտրությունները Գարեգին B կաթողիկոս են ժամանակվա կոչ էր արել ժողովրդին դեմ լինել իշխանությանը, դեմ քվեարկել իշխանությանը, պահանջել էր հրաժարական, բայց ժողովուրդը չանսած այդ կոչին, այսինքն այդքան հարգանք կամ չուներ այդ մարդը, կամ այդքան անպատեհ եւ հակաժողովրդական կոչ էր անում, որ ժողովուրդը դրան չանսած եւ հակառակ բան արեց։ Այդ իմաստով ասում եմ, ուրեմն կարգալույծ է, այդպիսի կաթողիկոս, որ չի ներկայացնում ժողովրդին եւ չի սպասարկում ժողովրդի շահերը, իսկ մենք կարող ենք ավելացնել եւ վարչապետն էլ կարծես թե ասեց, որ սպասարկում է օտար երկրների շահերը, քանի որ իրենց օրակարգերը ձևավորում են Հայաստանից դուրս, բնականաբար ինչ գործ ունի Հայաստանի կաթողիկոսական գահին։ Ես մի անգամ չեմ արտահայտվել, որ եկեղեցում իշխանությունը ըստ էության հոգևոր իշխանությունը ճակերտավոր բռնազավթված է մի խումբ անձանց կողմից եւ բռնազավթված է եղել ցավոք սրտի վաղուց 99 թվականից դեռ, ովքեր որ կապ չունեն ոչ կրոնի, ոչ հավատի, ոչ հայ առաքելական եկեղեցու հետ։ Այնքանով կապ ունեն, որ ձևական այդ սքեմները հակել են, ինչ որ բաներ ավարտել են կրթական հաստատություններ, Աստված գիտի թե ոնց, եւ ճիշտ են ասում են իրոք ուրեմն նորմալ եկեղեցականները, ովքեր ասում են, որ եթե մարդը Սանտ Պետերբուրգում ինչ որ ակադեմիա է ավարտել, ոնց է դիպլոմ ստացել, եթե ռուսերեն խոսալ չգիտի։ Եւ մենք տեսել ենք ոնց է Գարեգինը ռուսերեն խոսում։ Պարոն Խորշոդյան, տեսեք, վարչապետը ազգային ժողովի ամբիոնից հողում է անում իշխանական, եթե ավելի կոնկրետացնենք, ընտանեկան մամուլի, եթերում հնչած մի տեղեկություն, որ մի բարձրաստիճան հոգևորական, այսպես նույնասեռական հակումներ ունի, չնայած դրան շարունակում է մնալ իր, այսպես պաշտոնին, եթե այդպես դիրքում, չի հեռացվում, կարգալույծ չի արվում, դրան ուշադրություն չեն դարձնում։ Մյուս պարագայում Գարեգին II-ի եղբայր Եզրաս arczepiskopos Նարսիսյանին մեղադրում է KGB-ի գործական լինելու մեջ հղում անելով մամուլին։ Կարծում եք վարչապետը պետք է, ասենք, հղում անի մամուլին, թե փաստ ներկայացնի, որովհետև ինքը ինձնից եւ ձեզնից տարբերվում է պաշտոնյա լինելով եւ հարիր է վարչապետին այսպես հղում անել մամուլի եւ ոչ թե օրինակ մեծ փաստեր ներկայացնել։ Կարծեմ վարչապետը նույնասեռական բառ չի օգտագործել եւ ասեց իմ համար կապ չունի, ինչ սեռական կողմնորոշում ունի, կապ ունի, որ սեռական մոլագարի պես է իրեն պահում։ Դրա մասն էր խոսքը եւ իրականում շատ կարեւոր է այդ արձանագրումը, իսկ ես կավելացնեի, որ եկեղեցու դիրքորոշումը մարդու իրավունքների հանդեպ բավականին խնդրահարույց է այսօրվա վերնախավի նկատի ունեմ հայ եկեղեցու, որտեղ եթե մենք ունենայինք ժամանակակից իրոք հոգևոր մարդիկ եկեղեցում, շատ ավելի adekvat համարժեք վերաբերմունք կլիներ մարդու իրավունքների, այդ թվում սեռական տարբեր կողմնորոշում ունեցող մարդկանց հանդեպ։ Բայց եկեղեցին այսօր դարձել է, այսինքն այդ մարդիկ, եկեղեցու իշխանությունը բռնազավթած մարդիկ, եկեղեցին դարձել են ամենահոմոֆոբ կառույցներից մեկը, եւ ամեն առիթով պատե անպատե արտահայտվում են այդ տարբեր ուրեմն սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց իրավունքների դեմ։ Եվ հիշում եք Բագրատ Գալստանյանը ինչ էր ասում, որ օտար ուժերը ուզում են այստեղ հոմոսեքսուալիզմը, չգիտեմ, դարձնեն եսիմ ինչ գերակա, այսպեսի բաներ են ասում, կամ միջև այդ ասողիկ կար մի հատ, ասողիկ, խոսողիկ էինք ասում, որ ասում էր, որ դավաճանությունը նույնասեռական լինել եւ այլն, Այդ կառույցը, որը որ փոխանակ դատապարտեր իր Բարսաշճյան պաշտոնյաների նման արտահայտությունները, որոնք որ մեր սահմանադրության դեմ են, մեր քաղաքացիների իրավունքների դեմ են, հիմա պարզվում է, որ լեփլեցուն է այդ նույն այդ կարգի մարդկանցով։ Մենք ոնց ենք դա հասկանում։ Այդ կեղծավորությունն է։ Թե սա զրպարտություն է, օրինակ։ Այդ մենք ոնց իմանանք, մի դեպք չի, երկու դեպք չի, գիտեք, անընդհատ դրա մասին խոսվում է, մենակ այդ սրբազան կոչեցյալի մասին չի խոսքը, Տարբեր այդ բաներ եղել են, ուղղակի էլ չեմ ասում, որ մենակ մեր եկեղեցու արատը չի դա։ Ես արատը նկատի ունեմ այդ կեղծավորությունը, այդ
լատենտությունը, հա, կներեք, կաթողիկ եկեղեցում հարյուրավոր պեդոֆիլների բան բացահայտվեց, ընդ որում այդ պեդոֆիլիան վերաբերում էր ոչ միայն աղջիկ երեխաների, նախ եւ առաջ տղա երեխաների հանդեպ, դա արդեն տեսեք, դուք ասում եք բացահայտվեց, պարոն Խորշիդյան։ Ձեր ասածը շատ կարևոր է, այսինքն կա փաստ, որը բացահայտվում է։ Իմ ասածն էլ է դա։ Եթե փաստ է, ապա բացահայտեք, ինչու եք հղում անում մամուլին։ Եվ օրինակ նույն մամուլին չէ, եկեղեցականներն են դրա մասին խոսում։ Մամուլը ընդհանրապես արտացոլում է այն հարցազրույցները, որ մարդիկ վկայություն են ըստեյության տալիս հրապարակային։ Կասկածի տակ չի դրվում դրա հավաստիությունը, երբ որ մանավանդ իշխանական մամուլին է հղում արվում վարչապետի կողմից։ Դե գիտեք, իր ընտանիքին պատկանող մեդիա։ Ես կարծում եմ ամեն դեպքում շատ ավելի լուրջ փաստեր ունի իշխանությունը եկեղեցական վերնախավի հանդեպ։ Եթե չուներար, այս գործընթացը ընդհանրապես չէր սկսի, եւ դա չի վերաբերում ընդհանրապես սեռական հարցերին։ Նկատի ունեք այլ փաստեր կան, նախ եւ առաջ վերաբերում է իրենց հավատարմությանը Հայաստանի Հանրապետությանն, այսինքն այն ինչ որ արդեն վարչապետը ասեց KGB-ի ըստ էության սպասարկու լինելու մասին։ Եվ չեմ կարծում, որ նման հայտարարությունը չի կարող դատական կարգով փորձարվի, հա, հերքվի կամ սակարկվի, հա։ Թող անեն, թող եկեղեցականները, թող նույն եզրասը, թող վարչապետին, ուրեմն դատի տա, ասի ինձ զրպարտում են։ Ու մի հատ հետաքննենք, էլի այդ բոլոր արխիվները վերջապես ես կարծում եմ ինչ որ բաներ մնացել են նաև հայկական արխիվներում ԱԱՑ-ի եւ ոչ միայն ԱԱՑ-ի, հա։ Բայց նաև մեր գործընկեր, հիմա արդեն մեր գործընկեր երկրների, արևմտյան երկրների, որոնք որ նախկինում եղել են սոցճամբարի անդամ երկրներ, Ռումինիան, Լեհաստանը, Մերձբալթյան երկրները, նրանց արխիվներում եւս շատ բաներ մնացել է։ Եվ այդ շատ բաներից մենք շատ բաներ կարող ենք ողջել։ Գերմանիայի արխիվները, որտեղ Գարեգին բան այն ժամանակ ուսուցանել է եւ ըստ նույն այդ եկեղեցականների, ընդ որում շատ մերձավոր իր ուրեմն գավազանակրի խոսքերն եմ ես մեջ բերում, հա, բաներ են, որ հո այդ բոլորը չնստեցին, հնարեցին, ընդ որում հնարեցին նույնակերպ, նույնատիպ բաներ ու նույն բանը բոլորը կրկնում են։ Գնայք, իսկ իշխանությունը ինչու լուստրացիայի ճանապարհով չի գնում, պարոն Խորշիդյան, որ մենք տեսնենք փաստեր եւ եթե նույնիսկ տվյալ հարցը փաստ է, ոչ թե մեկնաբանություն, կարծիք, ենթադրություն, առավել եւս զրպարտություն, դա համոզիչ լինի հանրության համար, որովհետեւ այս թեմաները, երբ որ ասենք ասում է եզրասը արքեպիսկոպոսը KGB-ի գործակալ է։ Սա շատ լուրջ մեղադրանք է, երբ որ այդ մարդը Հայաստան է մտնում, օրինակ իրավապահները ինչու նրան հարց չեն տալիս, թե նույն վարչապետի, այսպես ղեկավարման գտնվող իրավապահների համար օքեյ է, որ KGB-ի գործակալը շատ հանգիստ գալիս գնում է եւ այլն։ Այս իմաստով իշխանության հարցը չկա, պարոն Խորշիդյան։ Տեսեք, KGB-ի գործակալ լինելը այսօրվա օրենսդրությամբ ցավոք սրտի իրավախախտում չէ։ Որտեղ KGB-ն եղել է սովետական կառույց եւ սովետական միության քաղաքացիները օրենք չեն խախտել, երբ որ համագործակցել են KGB-ի հետ։ Բայց լյուստրացիան վերաբերում է FSB-ի մասին ոչ մեկ խոսք չասեց։ FSB-ի գործակալն է, դա արդեն նշանակում է ինքը այսօր դավաճանություն է կատարում, եթե ինքը այսօր FSB-ի գործակալ է։ Չնայած դրա մասին էլ կասկածներ կան, բայց դա պետք է ապացուցել։ Կնեք, ասածս այն ռուսական հատուկ ծառայությունները խորհրդային միության հատուկ ծառայությունների իրավահաջորդը չէ, որովհետև Ռուսաստանը իրավահաջորդ է։ Այնտեղ է, որ շատ նուրբ սահման կա իրավական եւ քաղաքական տեսակետից։ Իրավական տեսակետից այն որ իրավահաջորդն են դեռ չի նշանակում, որ իրավահաջորդն են նաև բոլոր այն KGB-ի գործակալները, որոնք որ եղել են ժամանակին սովետական միության ժամանակ, հիմա ավտոմատ դարձել են, դա նման բան պնդել հնարավոր չէ, բայց քաղաքական տեսակետից պետք է այո լյուստրացիա անել եւ մենք անդադ գիտեք, հորդորում ենք եւ այդ հարցը դուք պետք է իշխանություններին ուղեք հետեւականորեն մենք էլ ենք հորդորում, որ լյուստրացիա արեք, լյուստրացիա իմաստը այն չէ, որ ասեն վայ դու դավաճանես բռնեն բերդը կողեն, չէ, դա ընդամենը ասում է, որ հանրությունը պետք է իմանա, որ դու սովետական շրջանում եղել ես KGB-ի գործակալ։ Ու այդքանով հանդերձ դու այսինքն անհամատեղելի ես քո կարգավիճակի հետ, ինչ նշանակում arczepiskopos-ը, սրբազանա իրան անվանում, կամ գուցե նաև կաթողիկոս-ը, բայց եղել է KGB-ի գործակալ կամ KGB-ի հետ համագործակցել է։ Իսկ կիսատությունը իշխանության հնարավորություն չի տալիս մեկնաբանել ինչպես ուզում է եւ մենք չգիտենք 18 օրը խառնվում են, ասենք որտեղ է զրպարտության եւ ճշմարտության սահմանը, երբ որ մենք չունենք, այսպես ասենք, փաստեր, հա, հրապարակային ասացիք բացահայտեք, երբ որ բացահայտումներ չունենք, փաստացի որ արժանահավատ կլինի, նշանակում է այս թեման դառնում է շահարկումների, միգուցե մանիպուլյացիա, միգուցե հանրությանը ապատեղեկացնելու միջոց, այդպես չի բան։ Տեսեք, քայլ առ քայլ այդ փաստերը բացահայտվում են։ Փաստերը, որ քաղաքական միջամտության է ենթարկվել
ուրեմն մեր հանրությունը եկեղեցու կողմից, որ իրավունքը եկեղեցուն չունի, ու եկեղեցի ասելով անդադ սպասավորներ պետք է հասկանանք, հա, այսօրվա այս այսպես կոչված վերնախավը։ Դրա համար քրեական գործ է բացվում, հա։ Ֆինանսական մեխանիզմների չարաշահումների հարց կա։ Հիմա նաև KGB-ի գործակալ եղած արդեն լուստրացիան ըստ էության ինչ է, եւ որ իշխանությունը նման բան է ասում, ես հասկանում եմ, որ իշխանությունը գոնե ինչ որ մարդու մասով լուստրացիա է իրականացնում, չէ՞։ Դա իլյուստրացիայի ձև է շատ սահմանափակ, որը ես կարծում եմ ավելի ճիշտ կլներ, իհարկե ես ձեր հետ համաձայն եմ, որ օրենք ընդունվի, այն ինչ որ 11 թվականին դեռ Ժառանգություն կուսակցությունը որպես ժամանակվա անդիմադիր խորհրդարանական ֆրակցիա միակը ի դեպ, որ այդ ջատագով էր այդ իլյուստրացիա օրենքին, բերեց Ստեփա Սաֆարյանն էր ընդ որում հիմնական հեղինակը այդ օրենքի, բերեց եւ քննարկում էր ազգային ժողովում եւ ինքը արդեն իլյուստրացիայի օրենքի քննարկումը ազգային ժողովում շատերին իլյուստրացիայի ենթարկվեց, որովհետեւ նույնիսկ որոշ հանրապետականներ կողմ էին դրան ու պարզեցինք, որ իրենք կապ չունեն KGB-ի հետ։ Եվ հակառակը որոշ ընդդիմադիրներ ճղում են իրանց, թե չէ, չկարելի ոչ մի դեպքում նման բան ընդունել եւ պարզեցինք, որ հասկանալի է, չէ, որ դա ապացույց չի, բայց պարզվում է, չէ, շատ բաներ։ Ով է պայքարում իլյուստրացիայի օրենքի դեմ եւ ով է կողմ իլյուստրացիայի օրենքին։ Բոլոր այն երկրները, ովքեր ուզեցել են իրոք կայսրությունից անկախանան, ընդունել են իլյուստրացիայի օրենքը։ Մերձ Բալտիկան, արևելյան եվրոպական երկրները, բայց ես չեմ ասում, որ դա հեշտ բան է։ Ինչի հեշտ չի։ Հեշտ լիներ, սահմանում է մեկնաբանությունների։ Մի րոպե ավարտեմ միտքս, եթե հեշտ լիներ, Վրաստանը Սաակաշվիլի օրոք կընդուներ։ Ոչ մեկ չի կարող կասկածել Սաակաշվիլին, որ ինքը KGB-ի գործակալ է եղել կամ ռուսների հետ համագործակցել է, հակառակը ինքը պոկում էր Վրաստանը Ռուսաստանից։ Դրա համար էլ Իվանիշվիլի բերեցին գլխին։ Այն ինչ որ հիմա Նիկոլ Փաշինյանի գլխին են ուզում անել, նաև Հայաստանի գլխին են ուզում անել, բերել նոր Իվանիշվիլի ճակերտավոր, չնայած իհարկե Սամվել Կարապետյան չի ձգում ուղակի Իվանիշվիլին։ Բայց համենայն դեպս ուզում եմ ասեմ, որ ինչի է դա բարդ, որովհետև կան լուրջ շերտեր, կան մեծ քանակներ մարդկանց, այդ թվում գուցե շատ հարգված մարդկանց, որ եթե այդ իլյուստրացիա օրենքը տեղի ունենա, համենայնդեպս դա փաստարկ են բերում իշխանությունը, որին ես դեմ եմ, ինչի եմ դեմ, որովհետև ես կոշտ իլյուստրացիայի կողմնակից չեմ, այլ հենց Ստեփա Սաֆարյանի հեղինակած իլյուստրացիա օրենգրքին կողմնակիցն եմ, որ ժառանգությունն է ժամանակին առաջարկում, որը բանտերը նետելու տրամաբանություն։ Ոչ, դա չէ, էլի իլյուստրացիան ամեն դեպքում բանտերը նետելու մաստրին չի։ Դա չեք տեսնում։ Չէ, նույնիսկ կոշտ իլյուստրացիան դրա մասին չի։ Մի քիչ ավելի մանրամաս ասեմ, լավ, որ մեր հասարակությունը ես էլի եմ արտահայտվել, բայց էլի ասեմ։ Կոշտ իլյուստրացիան նրա մասին է, որ բոլոր նրանք, ովքեր KGB-ի հետ համագործակցել են, նրանց անունները պետք է հրապարակվի։ Դա կոչվում է կոշտ իլյուստրացիա։ Այսինքն, դա չի նշանակում իրենց բանտ են նետելու, էլի եմ ասում։ Սովետական միության օրենքներով իրենք որևէ օրենք չեն խախտել։ Որտեւ նույնը այսօր ոնց որ ասես հիմա մարդ ԱԱՑ-ի հետ համագործակցի, վաղը պարզեն բռնեն բանտ նետեն, դա աբսուրդ է, չէ՞, ԱԱՑ-ի հետ մեր երկրի ԱԱՑ-ն է, մեր երկրի քաղաքացիները իրավունք ունեն համագործակցեն։ Շատ դեպքերում պարտավոր են, եթե այնպեսի ինֆորմացիա ունենան, որ ազգային անվտանգության սպառնալիք, իրենք պետք է հայտնեն ԱԱՑ-ին։ ԱԱՑ-ն էլ իրավունք ունի հավաքագրի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, բայց առանց խախտելու նրանց կամք, այսինքն եթե մարդ չի ուզում համագործակցի, չի համագործակցում։ Հիմա նույնը սովետական միության շրջանում էր, KGB-ն իրավունք ուներ բանաներ, հավաքագրեր, բայց քանի որ KGB-ն ամեն դեպքում պատկանում էր կայսրության գործիքներ, նաև բռնաճնշումների, ինքը ժողովրդավարական երկիր չէր, տոտալիտար երկիր էր, ինքը նաև Հայաստանի Հանրապետությունը բռնազավթած երկիր էր, 11-րդ բանակը եկե գրավել էր եւ այդ 11-րդ բանակի KGB-ն էր, չէ՞ այդ KGB-ն։ Դրա համար քաղաքական տեսակետից հիմա ճիշտ է իլյուստրացիա անել, որ ուղղակի մարդիկ իմանան Կարող է ինչ որ մարդ գա համոզի հասարակությանը, ասի, հա, ես KGB-ի համագործակցել եմ KGB-ի հետ, բայց իմ վաստակը էս քան է, որ ես կարամ ապացուցեմ, որ այդ ձևական է եղել այդ համագործակցությունը, հակառակը ես անկախության համար այսքան բան եմ արել։ Թող ապացուցի, հանրությունն էլ համոզվի կամ չհամոզվի։ Իսկ մեր իլյուստրացիան նրա մասին է, որ ընդհանրապես բացահայտվում են միայն այն մարդկանց փաստը համագործակցության KGB-ի հետ, փաստը, որոնք որ ուզում են մտնել քաղաքականություն։ Այսինքն դու իրավունք չունես դառնալ падգամավոր, դառնալ գործադիրի անդամ, դառնալ ես կուզենայի նաև թիմին վերաբերներ, ՀԿ-ներին վերաբերեր, հասարակական դաշտը նույնպես ականապատված է KGB-ի նախկին գործակալներով։ Ինչի ենք մենք վտանգված զգում մեզ KGB-ի գործակալների ներկայությունից, որովհետև այո, ճիշտ է, իրենք պաշտոնապես ժառանգություն չեն դարձել նաև FSB-ի, բայց ոչ պաշտոնապես, շատ մեծ հավանականությամբ, քանի որ իրենք KGB-ի գործակալ են եղել, հավանաբար նաև իրենց վրա կոմպրոմատներ ունեցել են ժամանակ KGB-ն, այդ ամբողջ արխիվներով, կոմպրոմատներով փոխանցվել է FSB-ին, քանի որ այո, FSB-ն է իրավահաջորդը, եւ Հայաստանից էլ արխիվները բռնետարել են մեծ մասը, եւ այո, այդ մարդկանց վրա ճնշում գործադրելով կարող են իրենց նորից արդեն FSB-ն հավաքագրել եւ իրենց դարձնել Հայաստանի դավաճաններ, Հայաստան դեմ գործողներ, հասկանում եք։ Իշխանությունը ինչու չի անում այդ քայլը ձեր կարծիքով։
Վախեր Ռուսաստանի հետ հարաբերություններ փչացնելու, ես ասեմ, նույնիսկ ԱԱՑ-ի ղեկավարի նշանակումը միշտ եղել է Ռուսաստանի հետ համաձայնեցված։ Եվ ոչ միայն, հուսով եմ, որ ոչ, կարծում եմ, որ ոչ։ Եվ ոչ միայն ԱԱՑ-ի, կներեք էլի, նույնիսկ արտգործնախարարի, հա, որտեվ թույլ երկիրը, կախված երկիրը ստիպված է չջղարնացնել, շատ չբարկացնել, հա, ել չեմ խոսում, նույնիսկ Սաակաշվիլի էլի օրինակը բերեմ, երբ որ Գոնգաձե, եթե չեմ սխալվում, իրենց KGB-ի պետ կար մի հատ, որը որ Սաակաշվիլին հանեց, ուզում էր հաներ, Պուտինը հատուկ իրան խնդրեց, հասկացնելով, որ ինչ ուզում ես մնացած ոլորտներում արա, մենք չենք դեմ ըլնի, բայց այդ մարդուն ձեռ մի տուր։ Բայց մեկը ինքը հանեց եւ դրանից հետո ըստ իմ ունեցած տեղեկությունները նաեւ դաշտում էքսպերտների կարծիքի դրանից հետո է սրվել հարաբերությունները Պուտինի եւ Սաակաշվիլի, որտեղ ինքը ամենասկզբից բավական նորմալ հարաբերություններ ուներ, ասեմ, Պուտինի հետ։ Այսինքն այնքան կարեւոր է կայսրության համար, որ անվտանգային ծառայությունները իրենց մարտիկ լինեն, որտեղ դրանով են իրենք հիմնականում պահում բազաները, կոմպրոմատների ազդեցությունները եւ այլն, որը մնացած ինստիտուցիոնալ փոփոխությունները նույնիսկ այդքան էական չի, ինչքան այդ սպրուտը իրանց վերահսկողության տակ պահեն։ Եվ նույնը այստեղ հիշում եք Քարամյանին, երբ որ նշանակեց Նիկոլ Փաշինյանը եւ Քարամյանը սկսեց մաքրել ԱԱՑ-ն Ռուսաստանում կրթություն ստացած, այսինքն կասկածելի vulnerable են ասում, հələ խոցելի, հա, բաներից, կադրերից Պուտինի ուղիղ պահանջներ, հենց պատերազմի ժամանակ ընդ որում այդ պահանջը բերեցին, որ չեն համագործակցի, այսինքն իրենց ՖՍԲ-ն, որը ուներ պայմանագրային պարտավորություններ Հայաստանի մատակարարել տեղեկություններ, գաղտնի տեղեկություններ, փոխադարձ է դա։ Ասեց չենք համագործակցել ձեր հետ, քանի դեռ ձեր ԱԱՑ-ի ղեկավարը Քարամյանն է։ Եվ ստիպեցին Նիկոլ Փաշինյանին պատերազմի վտանգը, ոչ թե վտանգը, արդեն պատերազմը կար, այսինքն պատերազմական իրավիճակը օգտվելով դրանից, օգտագործեցին այդ իրավիճակը, ճնշեցին Նիկոլ Փաշինյանին, ստիպած հանեց Քարամյանին, հետո տարավ ուրիշ տեղ։ Ուզում ասեմ, այնքան կարևոր է, որ այդ անվտանգային հարցերը շատ նուրբ են, շատ խոցելի են եւ միշտ չի որ իշխանությունը այդքան հեշտ կարա այդ ամեն ինչ անի, բայց կապ չունի։ Պետք է այդ համակարգչակությունը վերջի եթե արդեն բաց խոսում եք այսրության մասին, բաց խոսում եք այսրությունից փոխվելու, բաց խոսում եք KGB-ի գործակալ լինելու մասին, դա առաջին անգամ է իդեպ, որ ազգային ժողովում նա ինչ որ մեկին մեղադրեց KGB-ի գործակալ, այսինքն որպես մեղադրանք դա օգտագործեց։ Այսինքն նաև այո, պետք է այդ իլյուստրացիա օրենքը ուրեմն հասունացել է, որ ընդունվի։ Տեսեք, վարչապետը նաև խոսում էր արտաքին միջամտությունների հավանականության մասին, մինչդեռ ընդդիմադիր տարբեր ուժեր անհանգստանում են, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կարող է կրկնել օրինակ Մոլդովայի կամ այլ երկրների օրինակը եւ պես ասենք ռուսամետ լինելու պիտակի փակցմամբ արգելել որոշ ուժերի ասես գործունեությունը, այդպիսի նախադեպեր Եվրոպայում կան, տարբեր են նախադեպերը, այդպիսի նախադեպ չկա, իրենք նենգափոխում են ռուսամետ լինելու համար, ոչ մեկին դեռ չեն արգելել ֆինանսավորման, այդ ուրիշ բան, ապօրինի ֆինանսավորումը պարզը պետք է արգելվի։ Տեսեք, սակայն արդյոք չկա վտանգ, պարոն Խոշոդյան, որ այսպես ասենք 14 օրը խառնվելու տրամաբանությամբ առաջ գնան, ասենք անցանկալի ընդդիմադիր ուժ է։ Նրանք ասեն սա ռուսամետ Կրեմլի ագենտ է, արգելում ենք։ Այսինքն այսպես ռեպրեսիվ ապարատի սա չի կարող վերածել։ Աբայի մասածն էլ դա է։ Ես էլ ասում եմ Մոլդովայի օրինակ եք չէ բերում։ Ասելու հույսը։ Մոլդովայի օրինակ եք չէ բերում։ Մոլդովան ոչ մեկ ասելով ուժ չի փակել։ Բայց իշխանությունը մեկապուլում ասելով չի միայն։ Չէ, որ օրինակ։ Ինչ փաստ։ Մի հատ օրինակ բերեք, որ ասելով ա եղել, փաստ չի բերել։ Չէ, նկատի ունեմ, եթե այս ճանապարհով են գնում։ Դե հələ ոչ մեկին չի արգելել, որ ասես ասում է KGB-ի ագենտ է, չէ։ Ուրեմն ունի փաստ, որ ասում է։ Այդ փաստը չենք տեսնում, էլի, ասածս դա է։ Դե թող չեք տեսնում, այս process-ները կարող են հարցականի տակ դրվել, եթե առանց փաստերի առաջ գնանք։ Գիտեք, մենք Եվրոխորհրդի անդամ ենք։ ՄԻԵԴ-ի անդամ ենք, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը։ Եթե ինչ որ մեկը կասկածում է, որ Հայաստանի արդարադատությունը իր համար բավարար չէ եւ ինքը եթե դիմի դատարան իր արժանապատվությունը պաշտպանելու համար եւ դատարանը լինելով իշխանությունների ազդեցության տակ, չնայած լրիվ հակառակն է, այսօր դատարանի մեծ մասը նախկինների ազդեցության տակ են, ոչ թե իշխանությունների, բայց լավ, դա մի կողմ թողնենք։ Չի կարող արդարությունը ապահովել, հետո բողոքարկի կգնա Եվրոդատարան, մի հետ կգնա, ինչ խնդրեմ ունի։ Բայց ներքին հանրությունը այդ process-ների նկատմամբ թերահավատությամբ կլծվի ամեն դեպքում։ Օրինակ տեսեք, այս եկեղեցու թեմայով KGB ագենտ լինելու մասին վարչապետը հայտարարում է, երբ որ խիստ լարված էր կաթողիկոսի եւ նրա միջև հարաբերությունը բարձրաստիճան եկեղեցականների եւ աշխարհիկ։ Եթե մենք դա լսենք, ասենք 3 տարի առաջ, 2 տարի առաջ, լավ մի տարի առաջ,
այլ կերպ կընկալվեր, սա, ասես ասենք, վրեժխնդրության ակտի պես չէր ընկալվի։ Ընդունում եմ, որ երբեմն իշխանությունները այն տեղեկությունները, որ իրենք ունեն եւ պարտավոր էին օգտագործել ի սկզբանե եւ միշտ, թողնում են, հենց որ այդ պահ է գալիս, ինչ որ հարմար պահի օգտագործում են։ Դա անընդունելի մոտեցում է իմ համար, բայց դա չի նվազեցնում այդ փաստերի արժեքը։ Հա, ուշ են օգտագործել, վատ են արել, որ ուշ են օգտագործել։ Մեկսել են մեղադրում իրենց, որ ուշ են օգտագործել։ Ես էլ եմ մեղադրում Նիկոլ Փաշինյանին, որ երբ որ Պուտինը զանգում էր, ասում էր «Оставьте в покое этого старика» հեղափոխության ժամանակ, երբ որ կար նոր Հայաստան, նոր ուրեմն հայրապետ շարժումը։ Չօժանդակեց, հակառակը նույնիսկ խոչընդոտեց, որ կաթողիկոսին հանեն։ Պուտինի հորդորով վարչապետը ձեռքերը լվացել։ Այո, իսկ ինչի Պուտինը այդպես կարճել էր, որովհետև ԱԾ-ի պետին էր մեկ կարճ որ հանգարց իրենց մարդը մնա, որ հանգարց չփոխեն իրենց մարդուն, մեկ էլ եկեղեցու ղեկավարին։ Ուրեմն այդքան կարևոր է, չէ՞ այդ կառույցը, որովհետև այդ կառույցը մարդկանց հոգիների հետ գործ ունի, իրացիոնալ զգացմունքների հետ գործ ունի եւ Քրիստոսի հանդեպ հավատի սիրո չհագործման հետ գործ ունի։ Եթե ձեզնից փաստեր պահանջեն կտակ։ Ինչ փաստ։ Այդ ձեր ասացի պնդման վերաբերյալ, որ Պուտինն է Փաշինյանն ասել Ստարիկից թող դիմեն դատարանում կքննարկենք այդ հարցը, ես էլ այդ ժամանակ իմ աղբյուրները կբացահայտեմ։ Շատ լավ, եկեք գնանք Գյումրի, պարոն Խորշոդյան, ընդդիմության կողմից նաև քաղաքացիական մի մասի կա, այսպես գնահատական կոշտ, որ իշխանությունը անցել է սահմանը, կարմիր գծերը հատել է, քրեական մեղադրանքներ կան խոսքի համար, ասենք arczepiskopos Աջապահյանի դեպքն է բերվել նույն Սամվել Կարապետյանի, կամ մի քիչ այլ մեկնաբանություն նույն Վարդան Ղուկասյանի կոնտեքստում, որ իշխանություն վրեժխնդիր է լինում ընդդիմադիր համայնքապետերից, ովքեր հաղթել են իշխող ուժին, իշխանություն են ձևավորել եւ ռեպրեսիվ, այսպես մեքենան աշխատում է եւ նրանց հեռացնում են։ Էլի կասկածի տակ չդնելով, օրինակ պարոն Ղուկասյանն առաջադրված կամ առաջադրվող մեղադրանքը, կա ձայնագրություն, այսպես ես փորձաքննիչ չեմ, որ ասեմ դա կեղծ է կամ ԱԲՆ է ստեղծել եւ այլն, բայց փաստը այն է, որ վարչապետը ասած դուրս կշպրտեն քաղաքական կյանքից եւ այս մարդու նկատմամբ քրեական ներգրավմամբ քրեական գործ։ Ահա քաղաքալացիա։ Գիտեք, միջև վարչապետը տարբեր պաշտոնյաներ ասում էին, որ նա կրիմինալ է, որ նրա տեղը բանտում է։ Ասում են, թե չէ։ Շատ է, այո։ Բան չեն այն ժամանակ բռնում։ Դե բավականին բարձրացան, նաև Ալեն Սիմոնյանը կարծեմ ասում էր, որ բանտի, բայց դա վաղուց է ասել, բան չի դրանց հետո չբռնեցին։ Չէ։ Այսինքն, եթե կա, բոլորն էլ գիտեն, որ այդպես է։ Ով չգիտի, որ նա կրիմինալ է եղել, ասենք։ Այդքան, գիտեք, հա, կարելի է այսպես ամեղության կարգավարկածից ելնելով բոլորին գլխանց հայտարարել, որ սուրբ են, եւ միջև դատարանի վճիռ չլինի, ոչ մեկին ոչ մի բան չանել, եւ ամբողջ երկիրը հանձնել կրիմինալին։ Այսպես ինչու կալանավորումը չի լինում, երբ որ այդ մարդիկ չեն հաղթել ԿՊ-ին, թող ավելի վաղ կալանավորեն, նույն Մամիկոն Ասլանյանին, նույն Վարդան Ղուկասյանին։ Ես թողում եմ, եթե ինձ եք հարցնում թողանի, ես թողում եմ, բայց ես վստահ եմ, որ դուք կթողնեք։ Հա, բայց իշխանությունները եթե լսեք, իրենք ասում են, որ այն ժամանակ էլ անեն, կասային հələ միջև բան չեզոքացնում են իրենց քաղաքական բռցակիցներին, ուտեղ տրամաբանություն կա։ Երբ էլ բռնեին, էլի այդ նույն մեղադրանքը լինելու էր, ուզում էր միջև ընտրվել, ուզում էր ընտրվելուց հետո։ Ուրեմն դա չի, էլի, կարևորը փաստն է, եթե կաշառակեր է, եթե կրիմինալ է։ Ուրիշ հարց, որ ինչի մեր երկրում դեռ կա տենդենս, որ ժողովուրդը մի հատվածը ժողովրդի, բնականաբար ժողովուրդը չեն կարող ասել, որտեղ միշտ մեծամասնությունը այս կամ այն ձևով չեն կարող մեղսագրել այդպիսի արարքներ, որ Վարդանիկը ինչքան 20% էր հավաքել, կարծեմ նույնիսկ ավելի քիչ։ Եթե չեմ սխալվում 7-8000 ձայներ։ Բայց շատ չէ։ 20%-ի կարգի էր, ամենաշատը այսպես կոչված անդիմադիրների մեջ ինքն էր հավաքել, դրա համար Իրանն էր։ Բայց Սարգ Մինասյանը 17000 եթե չեմ։ 40% էր հավաքել։ Բավական շատ։ Հա, հիմա հարց է առաջանում։ Ինչի է ժողովրդի այդ հատվածը Սլաբոդկայի բնակիչները ինչի գնացին ընտրեցին նրան իմանալով նա ով է։ Ասենք այդ ինչ մտածողություն է, էլի, ո՞նց են պատկերացնում երկրի կառավարումը, ո՞նց են պատկերացնում, որ այդ մարդը իրենց իսկ գրպանին հետո վաղը չի հարվածելու։ Իսկ այդ որ կաշառք էր վերցնում, որ ինչ որ օրինականացներ բան, այդ օրինականացումը ինչ է նշանակում, որ հանրային շահերին վնասում էր, չէ՞։ Այսինքն կամ այդ գումարը պետք է գնար բյուջե եւ հասարակության համար ծառայեր, կամ եթե ապօրինի բաներ քանդման ենթակա էր, նշանակում է հանրության շահերը վնասելով է կառուցվել, պետքա քանդվի։ Երկու դեպքում էլ հանրության դեմ է լինելու, բայց գնում եք ընտրում եք այդ մարդուն, ինքը պարզը ձեր դեմ է աշխատելու։ Եկեք այս հարցին մի այլ կողմից էլ նայենք,
իսկ այս մարդիկ ինչ գործ ունեն քաղաքական դաշտում, մենակ խոսքը իր մասին չի, էլի, այլ գործիչներ, ասենք Երևանի սրճարաններում ընդդարմացող բավականին խոշոր ձկներ եւ մկներ, որոնք ասենք մանկապարտեզներ ու պետական գույք են սեփականաշնորհել, երբեմն նրանց կարելի է տեսնել նաեւ իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ, ասենք ինչ որ ծառատունկի կամ չգիտեմ, ինչ որ ապարանում ինչ որ միջոցառման մասնակցել, այսինքն թվում է իշխանությունը նրանց նկատմամբ ունի հանդուրժողականության որոշակի չափաբաժան, մինչեւ անկետը, երբ որ չեն մտնում քաղաքականություն, ստացվում է այդպես։ Ուրեմն իսկ դուք էլ տեսած կլինեք ընդդարմացող նախկին օլիգարխների Երևանի սրճարաններում, ես որ տեսել եմ։ Նրանց մեծ մասը ունի ապօրինի գույքով անցնում են կողմ։ Այո, որոնց մենք պատկերացնում ենք բանտերում, պարոն Խորշուդյան։ Դե շատ դանդաղ է ընթանում այդ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրառումը, այո, դատական համակարգը հիմա ասում են ծանրաբեռնված է, այդ գործերը շատ են, 2 միլիարդի մենակ արդեն գործ կա կուտակված չէ, որ պետքա դրանք կամած դատական վճիռները արդեն լնում է եւ վերադարձվում է եւ իշխանությունն էլ հաշվետվություն է ներկայացնում, որ տեսակ էս վերադարձվեց։ Հիմա ես այդքան էլ համաձայն չեմ, որ իշխանությունը հանդուրժում է նրանց մեծ մասին չի հանդուրժում։ Դե Վարդան Ղուկասյանը եթե իշխանությունը հանդուրժող լիներ, դե այդ հանդուրժել չի, էլի, այդ վերջը բռնեցին, չէ։ Հանդուրժել չի դա։ Եթե հանդուրժող լիներ, ինքը կգնար Սերժ Սարգսյանի ճանապարհը, որը կոոպտացիա էր ենթարկում իր բոլոր օպոնենտներին։ Սերժ Սարգսյանի սիրված մեթոդներ, ոչ թե պայքարել օպոնենտների դեմ, ոչնչացնել, ոնց որ Քոչարյաններ անում, հա, ասենք, ստորացնել եւ այլն, կոոպտացնել։ Մի պաշտոն տալիս էր ամեն մեկին։ Պաշտոն, փող, ինչ որ մի բան տալիս էր, որ կոպիտ ասած հանգիստ վերանգի տեղը այդքանով բավարարվի։ Հիմա իշխանությունները որոշ մարդկանց, ովքեր որ այդպես ծանրաբեռնված չէին ինչ որ հանցագործություններով, բացի 1-2 անունից, որ ես ինքս էլ տալիս եմ, հա, բարբերաբար նույն անդադ չեմ դատարի կրկնել։ Անդրի Վարդանյանը, որը ՊՎՑ-ի պետի տեղակալ են նշանակել, եղել Գագիկ Խաչատրյանի տեղակալը։ Այն Թալանի բուրն ծաղկման տարիներին։ Այդ մարդը բարձում է երևի սրբադասվել է հետո, հա, մեղանչել է իր արածների համար, բայց եկեղեցուն ոչ թե օրենքի առաջ։ Եվ իրեն Նիկոլ Փաշինյանը նշանակել է անդե տեղական։ Այդտենց կուրիոզնի դեպքեր մի քանի հատ կան, որը շատ ինձ մտահոգում է, որտեղ այդ սկզբունքի խախտում է, եթե դու սկզբունք ունես, պետքա որևէ տեղ չխախտես։ Բայց ստատիստիկայով զուտ որ վերցնում ենք, հա, իրենք այդ մեթոդաբանությունը շատ քիչ են կիրառում։ Գագիկ Ծառուկյանը օլիգարխից վերածվեց խոշոր սեփականատեր։ Դե այդ բոլորն էլ խոշորի վերածվեցին, չի ասեմ։ Օլիգարխ չի կարող համարվել որևէ մարդ, որը որ իշխանություն չի կիսում։ Այսօր դասական իմաստով երևի միայն մեկ օլիգարխ ունենք մենք, դա Խաչատուր Սուքիասյանն է, որ իշխանության մաս է, ազգային ժողովի падգամավոր է, այդ падգամավորը արդեն իշխանության մաս է։ Ուներ ամեն դեպքում։ Այդ պահին ուներ, ճիշտ է, այն ժամանակ չեն կարող ասել, բայց հիմա արդեն չունի, հիմա ինքը օլիգարխ չի կարող կոչվել։ Դասական տերմիններ օգտագործենք, բայց դա ինչ չի շնակում, որ ինքը այդ նույն բեռով ծանրացած չի, հա, այդ նախկին իր քրեական գործերի, արարքների եւ այլն այդ ամեն ինչ։ Հիմա համենայն դեպս մենք էլ ենք շատ հարցերում քննադատում մեղադրում իշխանություններին, որ միշտ չի հետևողական եւ այլն, բայց պետք է հասկանալ մեծ շրջանակը, հա, ֆրեյմվորքը, ասենք կա հստակ պատկեր, հստակ նարատիվ եւ հստակ նպատակներ ռուսական Կրեմլի կողմից Հայաստանում հեղաշրջում էս արդեն այս անգամ արդեն հեղաշրջում իրականացնելու կամ հակահեղափոխություն հայ ժողովրդի դեմ։ Այսինքն հայ ժողովուրդը ազատվեց Կրեմլի խամաճիկներից, թալանչիներից, կոռուպցիոներներից, հիմա Կրեմլը դրանց ուզում է նորից վերադարձնի, որպեսզի իր ազդեցությունը վերականգնի։ Եվ պատահական չի, որ նույնիսկ այդ պարոն Վարդանիկին, որին բռնել են ձեռը, բռնել են կաշառքի վրա, բանտարկյալ են հայտարարում տարբեր քաղաքական իրենց համարող ուժեր, ճակերտավոր քաղաքական, որտեղ չեմ կարող այդպիսի ուժին քաղաքական համարել, եթե ինքը հայտարարում է, որ Վարդանիկը քաղաքական հետապնդման է ենթարկում։ Կներեք էլի, ձեռ է կառնում, ասենք, ոնց որ այս Տրամպի ուղու հետ կապված, միջև այդ ասում են, սա սուտ է, ոչ մի բան է ապաշրջափակում չի լինելու բան, այդ թղթի վրա ձևական է, հիմա Ադրբեջանը բացում է ճանապարհ, հիմա ասում են, չէ, հանկարծ թող բան չանի, մենք կախվածության մեջ կընկնենք Ադրբեջանից, եթե Ադրբեջան ճանապարհները բացի, ձեռ է կառնում։ Կողմնորոշվեք, ձեր լսողներին, հանրությանը, ինչի տեղ եք դրել։ Եթե մի օրվա տարբերությամբ լրիվ հակառակ բաներ եք ասում։ Մեկ ասում եք սուտ է, քանի որ չի իրականանալու, չի բացվելու ճանապարհները, հենց որ ճանապարհները բացվում է, չեք ասում եք կներեք սխալվել ենք։ Ասում եք չէ, թող չբացվի, որտեղ որ բացվի մենք կախվածության մեջ կընկնենք Ադրբեջանից։ Այ քեզ բան։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ։ Factor TV-ում հյուրընկալել ենք Հովսեփ Խորշոդյանին։